Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Ողջույն, պարոն Առաքելյան, շնորհակալություն միանում։ Ձեզ շնորհակալ եմ հրավերի համար։ Պետական պաշտոնյաներ, եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներ, մեզ փոխհրաձգության մասին է խոսքը։ Ի վերջո խնդիրը որտեղ է։ Իրավական, բարոյական, ինստիտուցիոնալ, անձնային, որ դաշտում։ Ես կարծում եմ ձեր թվարկած բոլոր դաշտերում դրան գումարած նաև աշխարհաքաղաքական, քանի որ այն խնդիրները, որոնք այսօր կան եկեղեցու եւ պետության, իսկ ավելի կոնկրետ եկեղեցական բարձրագույն դասի եւ քաղաքական իշխանության ու ինչ որ առումով նաև պետության, դրանք խորքային խնդիրներ են եւ մեկ կոմպոնենտով կամ բաղադրիչով բացատրելը կարծում եմ այդքան էլ ուրեմն չի արտացոլի այդ խնդիրների ամբողջ էությունը եւ խորությունը։ Իսկ ինչու աշխարհաքաղաքական։ Տեսեք, ուրեմն եթե դիտարկելու լինենք մեր եկեղեցու Բարսաշճան հոգևորականների դիրքավորումները քաղաքական դաշտում ու նրանց աշխարհաքաղաքական դիրքավորումները, ապա ակնհայտ է դառնում, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն դասը կամ նրա ճշող մեծամասնությունը ունի աշխարհաքաղաքական կոնկրետ կողմնորոշում, դրանով պայմանավորված նաև այդ կողմնորոշման պայմանավորված դա արտացոլվում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ իրենց ունեցած հարաբերություններում։ Իհարկե դա միակ կոմպոնենտը կամ բաղադրիչը չէ, բայց դա շատ կարևոր ուրեմն բաղադրիչ է, որից միգուցե ածանցվում են կամ որի կողքին մյուսները շատ ավելի միգուցե փոքր խնդիրներ են գոնե այս ժամանակահատվածի համար։ Շատ լավ, նկատի ունեք ռուսական, հա, ավելի կոնկրետ։ Այո, նկատի ունեմ ռուսական կողմնորոշումը, տեսեք, այն որ դեռ մի կողմ ենք դնում, որ եկեղեցին չնայած հայտարարում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց ակտիվ ներգրավում է քաղաքականության մեջ, ավելին նախաձեռնում է ներքաղաքական գործընթացներ, ավելին, եթե չեմ սխալվում, եկեղեցին 2020 թե 21 թվականին միացավ այն հայտնի, հա, զինվորականների ուրեմն հայտարարությանը, որը ըստ էության ռազմական հեղաշրջման մի ինչ որ դրվագ էր կամ փորձ էր Հայաստանի Հանրապետությունում կամ դրա նման ինչ որ մի բան, այսինքն եկեղեցին այդ առումով էլ չեզոքություն չդրսևորեց եւ միացավ այդ զինվորականների հայտարարությանը, այսինքն այս ամենը դեռ մի կողմ դրած, մենք տեսնում ենք, որ եկեղեցին իր քաղաքական ուրեմն գործընթացներում ունի հստակ կողմնորոշումներ աշխարհաքաղաքական, դա երևում է այդ եկեղեցական Բարսաշճան հոգևորականների հայտարարություններից, դա երևում է նաև կաթողիկոս Գարեգին II ուրեմն դիրքավորումներից, որքան էլ ակնհայտ եւ քողարկված լինեն, եւ վերջին նման դիրքավորումը ըստ էության նրա այսներ միսկ։ Իսկ ինչպես պետք է, եթե շատ պատկերավոր ասենք, հա, լյուստրացվի եկեղեցին կամ եկեղեցու բարձրագույն կազմը, հոգևորականները, որովհետև եթե մենք խնդիրը դիտարկում ենք նաև աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ, ենթադրաբար պիտի որ նաև խոսենք օտար երկրների, այս դեպքում նաև ռուսական ազդեցության գործոններ լինելու մասին։ Տեսեք, այստեղ մենք շատ կարևոր կազուսի ենք հանդիպում, միգուցե սահմանադրաիրավական խնդիրներ են առաջանում, օրինակ մենք շատ ենք խոսում պետության անվտանգությունից, պետության, չգիտեմ, քաղաքական անվտանգությունից, սահմանային անվտանգությունից, բայց արդյոք հոգևոր ոլորտի անվտանգությունը մեր հասարակության ու պետության համար կարևոր հանգամանքներ չեն։ Իհարկե, այստեղ ուրեմն կարծեք թե ամեն ինչ թողնված է եկեղեցու տնօրինությանը եւ ըստ էության կամ ապրիորի կամ ելնելով հոգևոր, հա, այսպես ուրեմն քրիստոնեական այդ բարոյականության նորմերից պետքա որ եկեղեցին եւ եկեղեցու հոգևոր հայրերը նման խնդիրները իրենք բացահայտեն ներսում եւ լուծումներ տան,
Սակայն մենք տեսնում ենք, որ այսօր այդ մոտեցումը կարծեք թե չի աշխատում եւ եկեղեցում արկա կամ հոգևոր դասի ներսում արկա խնդիրները կապված հենց քրիստոնեական բարոյականության հետ կարծեք թե լուծումներ չեն ստանում եւ ավելին գնալով խորանում են։ Դա մենք տեսնում ենք մեր շատ եկեղեցականների ուրեմն խոսքից, նրանց վարքագծից, նրանց ապրելակերպից եւ այս տարիների ընթացքում մենք երբեք չենք տեսել, որ դրա համար կարգալույծ արվեն, դրա համար պատժվեն, դրա համար հեռացվեն եկեղեցուց։ Ընդհակառակը մենք տեսել ենք, որ շատ հաճախ եկեղեցուց հեռացվել են մարդիկ, ովքեր կարծեք թե բավականին դրական, ուրեմն առաքինի հոգևորականի ուրեմն կեցվածք են ունեցել, վարքագիծ են ունեցել եւ այդ մասին բազմիցս մամուլով գրվել է եւ ահա այստեղ է որ մենք հանդիպում ենք կարգավորումների, հա, սահմանադրա իրավական այդ կազուսի եւ արդյոք պետությունը իրավունք ունի միջամտելու նման իրավիճակներում եւ եթե պետությունը չի միջամտում, ապա եկեղեցու ներսում արկա ճգնաժամը ինչպես է հանգուցալուծվելու, չէ որ եկեղեցին դա հայ ժողովրդի ինքնության մի մասն է։ Ես նկատում եմ եկեղեցին որպես քրիստոնեական ուրեմն նաև մշակութային ժառանգություն, որպես հավատք եւ մշակութային ժառանգություն, արդյոք մենք այս ամենը կորցնելու կամ աղավաղելու կամ բարեազրկելու ուրեմն խնդրի առաջ չեն կանգնած եւ ով պետքա լուծի այդ խնդիրը։ Եվ ես կարծում եմ, որ պետությունը հանդիսանալով նաև էլ այդ ժողովրդի ներկայացուցիչը պետքա ինչ որ մեխանիզմներ ունենա որոշակի իհարկե չմիջամտելով դավանաբանական եւ ինքնակազմակերպչական խնդիրներին, բայց միևնույն ժամանակ պետքա մեխանիզմներ մշակեն, որպեսզի եկեղեցին իր հոգևոր դասով, բարձրագույն դասով հաշվետու լինի նույն այդ հոտին։ Տեսեք, եկեղեցին հայտարարություն է տարածում, ասում է ազգընտիր կաթողիկոսը, բայց կներեք, ով ընտրել Գարեգին B կաթողիկոսին, որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ հայ ազգի որևէ ուրեմն մեծ ներկայացուցիչներ չեն մասնակցել այդ ընտրությանը։ Ընտրությունները կատարվում են ուրեմն եպիսկոպոսական այդ դասի միջոցով, իսկ թե ինչպես են ձեռնադրվում եպիսկոպոսները եւ այլն, դա էլ է հայտնի եւ հետեւաբար այստեղ էլի այո կա ուրեմն թափանցիկ լինելու, բաց լինելու, հաշվետվողական լինելու խնդիրը եւ այն պատճառաբանությունը, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությունը իրավունք չունի կամ որևէ մեկը իրավունք չունի միջամտելու կամ նույնիսկ չմիջամտելու, այլ հարցնելու, թե օրինակ ինչ է կատարվում եկեղեցու ներսում, դա ես կարծում եմ ուրեմն եկեղեցի ներսում արկա խնդիրները թաքցնելու, քողարկելու լավ միջոց է եւ գործիք է։ Ես կարող եմ օրինակ իմ օրինակը բերել, տեսեք, մենք այսօր քննադատում ենք եկեղեցու բարձրագույն շատ հոգևորականների, բայց միևնույն ժամանակ մենք ունենք նաեւ պարկեշտ առաքինի հոգևորականներ, ոչ միայն բարձր դասի, այլ ստորին դասի։ Ինձ մի անգամ դեպք պատմեցին, որ օրինակ սովորական շարքային քահանան նույնիսկ իր օրվա հացի խնդիրը վաստակելու ուրեմն հարց ունի, խնդիր ունի եւ այստեղ նույն եկեղեցու ներսում կա նույն այդ քահանաների հետ կապված շատ կարևոր սոցիալական խնդիրներ, թե ինչպես են այդ մարդիկ ստանում իրենց աշխատավարձը, ինչպես է ձևավորվում իրենց եկամուտը եւ այլն, քանի որ իրենք էլ ունեն սոցիալական խնդիրներ, այսինքն այդ ճեղքվածքը բարձրագույն դասի ու ստորին դասի բավականին մեծ է եւ այն հոգեվորականները, ովքեր ամենօրյա ռեժիմով առնչվում են մեր քաղաքացիների հետ, այդ հոգեվորականները այսօր ունեն հանապազորյա հացի խնդիր։ Ինձ նույնիսկ դեպք են պատմել, որ հոգեվորականը, որը բազմազավակ ընտանիքի հայր է, իր հոգևոր գործունեությունից հետո երեկոյան օրինակ տաքսի է վարում, որպեսզի կարողանա կերակրել իր ընտանիքին։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը ես ամիսներ առաջ որպես նաև պլատֆորմ հասարակական կազմակերպության ղեկավար նամակ հղեցի մայր աթոռին
փորձելով հասկանալ, թե ինչպես է գոյանում օրինակ քահանաների, սարկավագների եւ չգիտեմ մյուս ուրեմն ստորին դասի հոգևորականների աշխատավարձը, ինչպիսի սոցիալական արտոնություններ նրանք ունեն, արդյոք նրանք օգտվում են այն սոցիալական արտոնություններից, որոնցից օգտվում են օրինակ շարքային աշխատող մարդը Հայաստանի Հանրապետությունում եւ այսպես շարունակ եւ սոցիալական խնդիրներ ունենալու պարագայում ինչպես է լուծում այդ հարցերը եւ այլն։ Ուրեմն այդ բարձրագույն դասը այս ստորին դասին դարձրել է ուրեմն կոպիտ միգուցե կհնչի, բայց այսպես ասենք փող հավաքող ինչ որ մի հատ ինստիտուտի ներկայացուցիչ եւ այս մարդիկ ստիպված են դա անելու, շատերը ստիպված են դա անելու, քանի որ դրանից է նաև գոյանում այդ մարդկանց, չգիտեմ, ապրելու միջոցը եւ այլն եւ այլն։ Եվ սա նաև մեր հասարակության մեջ երբեմն քննադատության տեղիք է տալիս, որ ամեն արարողության ընթացքում ինչ որ քահանաները ակնկալում են ինչ որ գումարներ, բայց այդ քահանաներն ստիպված են դա անելու։ Այսինքն մենք ունենք բավականին մեծ խնդիրներ եկեղեցու ներսում, նույն այդ հոգևորականների թե աշխատավարձերի, թե սոցիալական խնդիրների, թե ապրուստի եւ այլն, բայց այդ խնդիրները կարծեք թե անտեսված են եւ հոգևոր այդ բարձրագույն դասը դրանց մասին չի խոսում, ել չասած որ օրինակ մեծ առումով Հայաստանի Հանրապետությունում ուրեմն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ուրեմն հավատը քրիստոնեական արժեքների նկատմամբ հավատը եւ այս աղանդավորների մեծ այսպես զանգվածը, որ այսօր մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում, դա խոսում են մասին, որ այդ նույն հոգևոր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում ձախողել է իր հիմնական առաքելությունը եւ փոխանակ զբաղվի իր բուն գործունեությամբ, ինքը փաստացի ուզում է նաև աշխարհիկ իշխանություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում կամ դուրս է եկել աշխարհիկ իշխանության դեմ։ Ես կիսա թողեցի ուրեմն ասածս կապված այդ նամակի հետ կապված։ Ես ամիսներ առաջ այդ նամակը ուղղեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, զանգահարեցի, տեղեկացա, որ նամակը հասել է ուրեմն հասցեատիրոջը եւ ինձ ասեցին կպատասխանեն եւ արդեն մի քանի ամիս է անցել, ոչ մի պատասխան չկա Մայրաթորից, ես դրանից հետո էլի զանգել եմ, ինձ ասել են կպատասխանեն, հետո էլի զանգել եմ, այլևս զանգերին չեմ պատասխանել։ Սա նշանակում է, որ եկեղեցին իրան դուրս է դրել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ օրենսդրությունից, այնինչ ինքը լինելով նաեւ հանրային կառույց, ինքը պարտավոր էր առնվազն 30 օրյա ժամկետում պատասխանելու իմ նամակին։ Այսպիսի խնդիրներ կան, որ մենք պետքա դրանց լուծումներ տանք, պետքա միգուցե սահմանադրությամբ, միգուցե այլ օրենսդրական ակտերով այս խնդիրներին լուծումներ տանք, որպեսզի այն ճգնաժամը, որ կա այսօր հայ առաքելական եկեղեցու ներսում, այն ճգնաժամը, որ կա հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերություններում եւ եկեղեցու հոգևոր վերնախավի ու իշխանությունների միջև եւ կապ չունի թե որ իշխանություններն են երեկվա այսօրվա կամ վաղվա այդ խնդիրներին մենք պետքա լուծում տանք։ Այսինքն կարծում եք, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ արժե անդրադառնալ եկեղեցուն եւ արժե օրենսդրական մակարդակում եկեղեցուն բերել թափանցիկության դաշտ, ֆինանսական, տնտեսական, մաքսային եւ այլն, թե չէ որ թողնես ինքնամաքրման, այդպես կարող է մի 200 տարի էլ չինքնամաքրվեն։ Ես արդեն նշեցի, այո, թողնված է ինքնամաքրման, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի ինքնամաքրվում, այլ ընդհակառակը այդ ճահիճը խորանում է, եւ հետեւաբար այո պետությունը, որպես էլի այդ ժողովրդի ներկայացուցիչ, ժողովուրդ ով հիմնել է կամ ընդունել է այդ եկեղեցին, պետությունը որպես ուրեմն բարձրագույն ինստիտուտ, ինքը պետքա նաև որպես ժողովրդի ներկայացուցիչ, ինքը պետքա որոշակի օրենսդրական լուծումներ տա այդ հանգամանքին, այո, հայ առաքելական եկեղեցին պետքա թափանցիկ լինի իր հոտի հետ, իր հետևորդների հետ, եւ դա չի հակասում քրիստոնեական որևէ այսպես բարոյական նորմի կամ չգիտեմ ինչի։ Դա շատ կարևոր է նաև եկեղեցու հեղինակության համար։
Ամեն դեպքում եւ ինչու է մեզանում տարածված այդ մտայնությունը, օրինակ նույն տարբեր բարձրաստիճան հոգեվորականների դեպքում, հա, նույն օրինակ, չգիտեմ, Բագրատ կամ Վազգեն Գալստանյանը, որը խոսում է արդեն երկրորդ անգամ խոսում է, որ տարբեր ուժային կենտրոններից իրեն փոխանցել են, թե ինչի են վերածելու այս իշխանությունները Հայաստանը եւ այլն, եւ իրենք դրա համար իշխանապողություն են ուզում անեն ու նման բաներ, հա։ Բայց ոչ մեկ չի գնում այս հայտարարությունների հետևից։ Կանչ են ասեն, եղբայր, անկախնես դու եկեղեցական ես, ինչական ես, հլարի տեսնենք, կողր իսկապես օտարերկրագործակալ ես։ Այդ ինչ տեղեկություններ են քեզ փոխանցել, այդ ինչ հիմքով ես դու իշխանապողություն ես տեղ ուզում իրականացնել։ Մեկը մի ստատուս գրի կամ մեկի կողքով արագ անցնի, մի վարքյանում սպեցնազով գալի գլխներին կանգնում են։ Այս առումով այո, ես մեղադրում եմ իշխանություններին, ոչ միայն Բագրատ Գալստանյանի, այլ նաև աշխարհիկ այլ, այսպես Այո, ասեմ, գործիչներ կան, որոնք բազմաթիվ հայտարարություններ են արել եւ Հայաստանի դեմ եւ իրենց հայտարարություններում իրենք հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ իրենք աշխատում են կոնկրետ օտարերկրյա ինչ որ ուժերի կամ չգիտեմ կենտրոնների հետ եւ այս հանգամանքը մեր անվտանգության ծառայությունները կարծեք թե աշխատող են արել։ Այո, այստեղ խնդիր ունենք եւ ցանկացած նման հայտարարություն, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, պետքա ուշադրություն դարձվի եւ հետաքննվի։ Իսկ Բագրատ Գալստանյանը, որ նշում է աշխարհակական կենտրոններ, այդ հոգնակիով երբ ինքը ասում է, այստեղ ես կարծում եմ ինքը չափազանցնում է, իր համար մեկ կենտրոն կա այս երկիր մոլորակի վրա եւ այդ կենտրոնի անունը մենք գիտենք ու ինքը իր այսպես նախաձեռնած շարժման կամ այդ կենտրոնի նախաձեռնած շարժման ընթացքում կարծեք թե մի քանի անգամ գնաց այդ կենտրոն հետ վերադարձավ, բայց չնայած բոլոր ջանքերին կենտրոնի աջակցությանը ինքը այդպես էլ հաջողության չհասավ, քանի որ մեր հասարակությունը գիտի թե ինչա տեղի ունենում, ինչա կատարվում եւ փառք Աստծո, որ մեր հասարակությունը այսպես հոգեվորականի այդ սքեմը իրեն չխաբեց եւ ինքը իսկապես չհետևեց այն շարժմանը, որը դեմ էր Հայաստանի Հանրապետությանը։ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր։